Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն բոլոր ցնցող իրադարձությունները, որոնք արդեն կանխատեսել էինք մեր նախորդ տեսանյութերում։ Բացի այդ, այսօր մենք ունենք չափազանց սպասված և էքսկլյուզիվ մի բացահայտում։ Առաջիկա սերիաներում մենք կտեսնենք բոլորովին նոր կերպար, որին կմարմնավորի շատ հայտնի ու սիրված դերասան։ Իսկ թե ով է նա և ինչ ճակատագրական առաքելությամբ է հայտնվելու այս խճճված պատմության մեջ, կիմանաք դիտելով տեսանյութը մինչև վերջ։ Ամեն ինչ սկսվում է չափազանց ծանր ու անսպասելի միջադեպով։ Մանանը պատահաբար ընկնում է և լրջորեն վնասում իր ձեռքը։ Այս դեպքը իսկական խուճապ է առաջացնում Սարգսյանների տանը։ Եղբայրներն ու պապիկը անմիջապես առանց մեկ վայրկյան կորցնելու նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Սակայն հիվանդանոցի սառը միջանցքներում բոլորի դեմքին սարսափ է նկարված ոչ այնքան Մանանի կոտրված թևի, որքան նրա դեռ չծնված երեխայի համար։ Բոլորը ահավոր վախենում են, որ հանկարծ այդ հարվածից պտղին որևէ վտանգ սպառնացած լինի։ Սպասասրահում հավաքվածների նյարդերը պարզապես տեղի են տալիս և լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ Գրիշոն մոտենում է Դավիթին ու սպառնալից պահանջկոտ տոնով զգուշացնում է, որ նրանք լավ կանեն աղոթեն, որ հանկարծ իր երեխային բան պատահած չլինի։ Այս խոսքերը լսելով Դավիթը պարզապես կորցնում է ինքնատիրապետումը և ահավոր զայրանում։ Նա կոպտորեն հակադարձում է Գրիշոյին, հիշեցնելով, որ Մանանը նախ և առաջ իր հարազատ քույրն է և իր սիրտն անհամեմատ ավելի շատ է ցավում նրա համար։ Իրավիճակը փորձում է փրկել Դավիթ պապիկը, ով իր իմաստությամբ ու հանգստությամբ փորձում է հանդարտեցնել կրքերով լցված երիտասարդներին, և նրանք բոլորը քարացած սպասում են բժշկական հետազոտության պատասխանների։ Իսկ այդ նույն ժամանակ հիվանդանոցի դրսում տեղի է ունենում մեկ այլ, ոչ պակաս հոգեբանական ու ծանր բախում Լեոյի և Լեայի միջև։ Լեոն, տեսնելով Լեային, չի կարողանում զսպել իր էմոցիաները ու ցավով հարցնում է, թե նա ինչու է եկել հիվանդանոց։ Արդյոք դա արել է, որպեսզի իրեն վերջնականապես խելագարության հասցնի։ Լեան, ում աչքերում արտացոլված է անսահման տառապանք, պատասխանում է, որ դժբախտ լինելն ամենևին էլ իր որոշումն ու ընտրությունը չէ։ Այս խոսքերից Լեոյի հոգին կրկին տակնուվրա է լինում։ Նրանց միջև կարծես թե նորից արթնանում են հին անմար զգացմունքները։ Բայց վերջում Լեան հավաքում է իր վերջին ուժերն ու կտրուկ հայտարարում, որ իրենց միջև արդեն ամեն ինչ ավարտված է։ Եվ այսպես հերթական անգամ նրանց պատմությունը ավարտվում է ցավոտ փակուղով։ Իսկ հիմա անցնենք մեր ամենասպասված կանխատեսմանն ու շոկային բացահայտումներին։ Ավոն և Արամը վերջապես հանդիպում են, և այստեղ հնչում է սարսափելի մի խոստովանություն։ Ավոն բացահայտում է Արամին, որ տարիներ առաջ հենց Հունանն է սպանել իր եղբորը Ռաֆոյին, սակայն նա խնդրում և զգուշացնում է, որ Արամը հանկարծ այս մասին ոչինչ չասի Լեոյին ու Դավիթին։ Այս խոսքերը լսելով Արամը շատ տրամաբանական հարց է տալիս. եթե Հունանն է սպանել եղբորը, ապա ինչու էր Ավոն ամուսնացել նրա հարազատ քրոջ Էռնայի հետ։ Ավոն հասկանում է, որ հայտնվել է բարդ կացության մեջ, բայց գտնում է հակահարվածը։ Նա ասում է, որ այդ հարցին կպատասխանի միայն այն դեպքում, եթե Արամն էլ իր հերթին անկեղծորեն խոստովանի, թե իրականում ինչու է սպանել Էռնային։ Արամը իհարկե խուճապահար հերքում է ամեն բան, բայց մենք դեռ նախորդ վերլուծություններում նախապես վստահաբար հայտնել էինք, որ հենց Արամն է Էռնայի մահվան մեղավորը։ Այս լարված հանդիպումից քիչ անց տեսնում ենք Արամին հեռախոսով խոսելիս։ Նա զրուցում է իր հորեղբոր հետ և հայտնում, որ Հունանն այլևս չի վստահում իրեն, և իրենց ծրագրերը վտանգված են։ Հորեղբայրը հանգստացնում է նրան և ասում, որ ինքը շուտով ժամանելու է Հայաստան և անձամբ է լուծելու Հունանի հետ կապված բոլոր կիսատ մնացած հարցերը։ Եվ այստեղ, սիրելի հետևորդներ, անենք մեր խոստացած գլխավոր բացահայտումը։ Արդեն պաշտոնապես հայտնի է, թե ով է մարմնավորելու Արամի հորեղբոր այս նոր, առանցքային և ազդեցիկ կերպարը։
Նա մի դերասան է, ում մենք շատ հաճախ ենք տեսել Դիանա Գրիգորյանի նախորդ հայտնի սերիալներում։ Դա սիրված դերասան Տիգրան Մնացականյանն է։ Առաջիկա սերիալներում մենք կտեսնենք նրա հզոր մուտքը, ով գալու է Հունանից դաժան վրեր լուծելու իր եղբոր, այսինքն Արամի հոր մահվան համար։ Սպասվում են աներևակայելի թեր, դինամիկ եւ անկանխատեսելի սերիալներ։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք Տիգրան Մնացականյանի նոր կերպարին վերջապես կհաջողվի ծնկի բերել Հունանին ու դաժան վրեր լուծել իր եղբոր մահվան համար, թե Հունանն այս անգամ էլ կկարողանա իր խորամանկությամբ խուսափել պատժից։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով ու կանխատեսումներով մեկնաբանությունների բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը, ինչպես նաև շարունակեք հետևել մեր ալիքին ոչ մի կարևոր դետալ բաց չթողնելու համար։